Հայաստանը վերջին 3 տարում արտահանել է մոտ 88 միլիոն 131 հազար 400 լիտր ջուր։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով Հայաստանն արտահանում է բնական կամ արհեստական հանքային, գազավորված, չքաղցրացրած խմելու ջրեր։ 2025 թվականին խմելու ջուր է արտահանվել 29 երկիր, այդ թվում Ռուսաստան, ԱՄՆ, Ղազախստան, Ղրղզստան, Բելարուս, Իրան։ Եվրասիան ընկերությունը ռուսական մարդասիրական առաքելության հետ համատեղ 8 ամսվա ընթացքում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է բաշխել։ Սնունդը, հիգիենայի պարագաները տրամադրվել են բնակչության ամենախոցելի խմբերին, առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամներին, միայնակ թոշակառուներին, կերակրողին կորցրած ընտանիքներին։ Մեծածավալ մարդասիրական նախագիծը մոտենում է ավարտին։ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ Երևանի վարչական շրջաններից մեկում հանդիպման ժամանակ խոսելով օնլայն առևտրի հարթակների մասին հայտնել է, թե բանակցություններ են տարվում Թեմուի հետ համատեղ աշխատանքի շուրջ։ Խնդիր է դրվելու Հայաստանում առևտրի շրջանակներում նաև հայկական արտադրանքը իրենց հարթակներում ներկայացնել։ Ողբերգական ավարտով շղթայական խոշոր ավտովթար Արարատի մարզում։ Արարատյան Կամազ մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ Մեղրի ճանապարհին բախվել է Nissan Tiida, Mercedes, Opel, Toyota RAV4 մակնիշի մեքենաներին եւ ավտոքարշակին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել են ոչ ստապ, առանց վարորդական իրավունքի վկայականի վարորդներ, նաև հաշվառման համարանիշի հետ կապված 37 դեպք։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17652 խախտում, ոչ ստապ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 441, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 5 անձ։ Ավանի համայնքային ոստիկանությունը հայտնաբերել է Բրյուսովի թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդուն, ով Իսահակյան թաղամասում գտնվող Պարի ստուդիայից գողացել էր երաժշտական կենտրոն եւ համացանցի շարժական սարք։ Վնասը կազմել էր 150,000 դրամ։ Նմանօրինակ գողություն նա կատարել էր նաեւ անցած տարվա հունվարին Ավանի թիվ 54 մանկապարտեզից գողացել էր ձայնարկիչ։ Տղամարդը ձերբակալվել է եւ խոստովանել, որ 2 գողությունն էլ ինքն է կատարել։ Մարտի 12-ի գիշերն էլ կոտրել էին թիվ 103 մսուր մանկապարտեզի առաջին հարկի աշխատասենյակի պատուհանը եւ տարել պայուսակ բանկային քարտերով։ Մարտի 16-ի գիշերը թիվ 104 մանկապարտեզ ապօրինի մուտք գործած տղամարդը նկատելով պահակին դիմել էր փախոստի։ Նոր-Նորքի համայնքային ոստիկանները պարզել են, որ 2 դեպքում էլ մանկապարտեզ ապօրինի մուտք է գործել նույն անձը։ Մայրաքաղաքի Ունեցու փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։